Հայաստանը եւ Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեհաստանը ժողովրդավարական երկրի վառօրինակ է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ասել է, թե հայ-լեհական հարաբերությունները, թե իրենց անձնական հարաբերություններն ընկերություն են եւ դա առանց նախապայմանի է։ Լեհաստանում շատ են գնահատում հայերին, նշել է Տուսկը։ Տեղի ունեցել կառավարության հերթական նիստը կառավարությանը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցին։ Այսպիսով զեկույցը կներկայացվի ազգային ժողովին։ Կառավարությունը հաստատել է ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, ակադեմիական քաղաքի շինարարությունը կմեկնարկի 2027 թվականից։ Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ է տոնել 51 կիլոգրամ քաշային Անուշ Գրիգորյանը։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին։